Ողջույն սիրելի ընկերներ, Celsius եւ Media Store ընկերությունների հետ սկսում ենք բացառիկ նախագիծ Media Media Club։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության կարևոր իրադարձություններին, վառ հույզերին, մեծ խաղերի լարվածությանը եւ հաղթանակի պատմական պահերին այսօրվանից կարող եք հետևել սոցիալական մեր բոլոր հարթակներում՝ Instagram-ում, Facebook-ում, YouTube-ում, TikTok-ում եւ Telegram-ում։ Media Store-ի հետ կյանքն ավելի հարմարավետ է, տան եղանակը միշտ կառավարելի։ Եվ այսպես, ֆուտբոլի աշխարհի առաջնություն քառամյակի գլխավոր իրադարձություն, առաջին անգամ առաջնությանը մասնակցում է 48 հավաքական, նրանք բաժանվել են 12 խմբի, եկեք հասկանանք ովքեր ֆավորիտի կարգավիճակ ունեն յուրաքանչյուր խմբում։ Սկսենք A խմբից, այստեղ տանտեր հավաքականներից մեկն է Մեքսիկան, որը կարծում եմ այս խմբի բացահայտ ֆավորիտն է, նրա մրցակիցներն են Հարավաֆրիկյան Հանրապետության, Կորեայի Հանրապետության եւ Չեխիայի հավաքականները։ Բացման խաղում մեքսիկացիները մրցելու են Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի հետ, որը որոշակի աղմուկ բարձրացրեց միայն տնային մունդիալում, թեև չկարողացավ դուրս գալ խմբից, այնպես որ Մեքսիկան այստեղ կարծում խնդիր չպետք է ունենա։ Կորեայի Հանրապետության հավաքականը նույնպես բավականին ամուր հավաքական է 2002-ի մունդիալից հետո կորեացիները կարողացան ապացուցել, որ Ասիայի ուժեղագույն հավաքականներից մեկն են եւ պարբերաբար հայտնվում են աշխարհի առաջնություններում։ Ինչ վերաբերում է Չեխիայի հավաքականը, ապա չեխերը 20 տարվա ընդմիջումից հետո վերադարձել են աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, թեև այսօրվա ներուժով չեխերը չեմ կարծում, որ կկարողանան լուրջ մրցակցություն ապահովել, համենայն դեպս Մեքսիկայի հավաքականին, այնպես որ Մեքսիկան այստեղ պարզապես պարտավոր է գրավել առաջին տեղը, առավել եւս որ ավանդաբար ացտեկները կարողանում են հաջող խաղալ աշխարհի առաջնությունների, հատկապես խմբային փուլերում։ B խմբում հանդես կգա տանտեր եւս մեկ հավաքական Կանադան, որտեղ նրա մրցակիցներն են Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Կատարի եւ Շվեյցարիայի հավաքականները։ Այստեղ ըստ եւս մեկ ընդգծված ֆավորիտ կա, դա Շվեյցարիայի հավաքականն է, որն ամենաուժեղ եվրոպական հավաքականներից է վերջին տարիներին։ Ընտրական մրցաշարը ցույց տվեց, որ շվեյցարացիները շատ ամուր են, շատ լուրջ են տրամադրված եւ պատրաստ են աշխարհի այս առաջնությունում հաջող հանդես գալ, իդեպ այդպես նրանք արեցին նաև 1994-ին, երբ առաջին անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդունեց աշխարհի առաջնությունը։ Շվեյցարացիներն այս խմբում պետք է գրավեն առաջին տեղը, Կատարի հավաքականը չկարողացավ տպավորել անգամ անցած մունդիալում, որն ընդունում էր եւ խմբից դուրս գալ չկարողացավ, ոչ մի հաղթանակ չտոնեց։ Ինչ վերաբերում է Բոսնիայի եւ Հերցեգովինային, ապա միայն հրաշքով բոսնիացիները կարողացան հաղթահարել ընտրական մրցաշարի արգելքը, դուրս թողեցին իտալացիներին եւ դա պարտավորեցնող է։ Բոսնիա եւ Հերցեգովինան պետք է ապացուցի, որ դա իզուր չէր, թեև կազմը բավականին այսպես անփորձ է եւ բոսնիացիները նման մրցաշարերում խաղալու մեծ փորձ ունեն 2014-ին իհարկե խաղացին, բայց այստեղ նրանք որոշակի առումով նորեկի կարգավիճակ ունեն, հետեւաբար մնում է այստեղ միայն Կանադայի հավաքականը, որին կարող են թերևս տնային պատերն օգնել, ոչ ավելի, կանադացիները 1-2 աստղային ֆուտբոլիստ ունեն, բայց Կանադայում ֆուտբոլը չէ, որ առաջնային մարզաձև է եւ Կանադան կարծում եմ, եթե խմբից դուրս գա, պետք է գոհ լինի իր ելույթից։ C խումբ Բրազիլիա, Մարոկո, Հայիթի եւ Շոտլանդիա այսպիսի ընկերակցության մեջ է աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը, որը հերթական անգամ մեծ հավաքություններով եկել է աշխարհի առաջնության, շատ վաղուց բրազիլացիները չեն հաղթել 2002 թվականից հետո եւ հայրենիքում բրազիլացիներն ուղղակի չեն հասկանում, երբ նրանք ամեն անգամ աշխարհի առաջնությունից վերադառնում են դատարկաձեռն։ Այս անգամ խմբային փուլում բրազիլացիները չպետք է խնդիրներ ունենան։ Մարոկոն կարծում եմ ամենալուրջ մրցակիցն է Բրազիլիայի հավաքականի այս խմբում, թեև շոտլանդացիները եւս կարողանում են երբեմն զարմացնել իրենց մրցակիցներին աշխարհի առաջնությունների խմբային փուլում։ Հայիթի հավաքականը երկրորդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնություններին, առաջին փորձը 1974-ին էր, շատ հեռավոր ժամանակներում Հայիթին վերադարձել է, բայց ինչպես վերադարձել է, այնպես էլ կվերադառնա տուն առանց ոչինչ որսալու։ Այս խմբում կարծում եմ Բրազիլիայի եւ Մարոկոյի հավաքականները պետք է առաջին երկու տեղով դուրս գան, Շոտլանդիան ունի բավականին լավ հնարավորություն դառնալու այն թիմերից մեկը, որը երրորդ տեղը գրավելով կարող է դուրս գալ 1/16 եզրափակիչ։ D խմբում Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականն է հյուրընկալող 3 երկրներից այն մեկը, որ ամենաշատ հանդիպումներն է ընդունելու եւ ամերիկացիներին այստեղ կփորձեն դիմակայել Պարագվայի, Ավստրալիայի եւ Թուրքիայի հավաքականները։
բավականին հավասար խումբ, որտեղ ամերիկացիները պարտավոր են ուղղակի խմբից դուրս գալ, Քրիստիան Պուլիշիչի առաջնորդությամբ բավականին ուժեղ հավաքականներ խաղում են սեփական հարկի տակ, եւ այստեղ ամենամեծ վտանգը թերևս Թուրքիայի հավաքականից է, որը շատ երիտասարդ, շատ հավակնոտ թիմով է մեկնել Հյուսիսային Ամերիկա եւ պատրաստ է այնտեղ որոշակի աղմուկ բարձրացնել, ամենայն դեպս Արդա Գյուլերն ու թիմակիցները դա ապացուցեցին ընտրական մրցաշարի ընթացքում։ Ինչ վերաբերում է մյուս երկու թիմերին, Ավստրալիային եւ Պարագվային, նրանք չի բացառվում, որ այս առաջնությանը բավարարվեն մասնակցությամբ, ես կարծում եմ, որ սա կարող է լինել այն խմբերից մեկը, որտեղից ընդամենը երկու հավաքական կշարունակի ճանապարհը, կարող են ավստրալացիներն ու պարագվայցիները հերքել այդ կարծիքը, բայց դժվար թե նման բան տեղի ունենա։ Ի խմբում ընդգրկված են Գերմանիայի, Կյուրասաուի, Կոտ դ'Իվուարի եւ Էկվադորի հավաքականները, Գերմանիան թղթի վրա ֆավորիտ է, բայց եթե զուտ խաղով վերջին ժամանակաշրջանում ցույց տված, կարծում եմ Կոտ դ'Իվուարի հավաքականը կարող է եւ առաջին տեղի համար պայքարել այս խմբում, անկերական խաղերից մեկում մունդիալից առաջ Կոտ դ'Իվուարցիները հյուրընկալվելիս կարողացան հաղթել Ֆրանսիայի պես հզոր թիմի եւ դա շատ բանի մասին է խոսում։ Գերմանիան մեկ կորստով է եկել մունդիալ, երիտասարդ աստղ Լենարդ Կարլը վնասված ստացավ եւ ցավոք սրտի չի կարողանա մասնակցել այս առաջնությանը, բայց Գերմանիան մնում է Գերմանիա եւ ֆավորիտի կարգավիճակ ունենում է միշտ։ Այս խմբում աշխարհի առաջնության նորեկներից մեկն է Կյուրասաուի հավաքականը, առաջին հայացքից էկզոտիկ հավաքական, երկրորդ, երրորդ հայացքներից եւս սա էկզոտիկ հավաքական է, բայց գլխավորում է այս թիմը Դիկ Ադվոկատը, ամենափորձառու մասնագետը այս առաջնության եւ ադվոկատը կարող է ինչ-որ բան քաղել իր հավաքականի համար։ Ինչ վերաբերում է էկվադորցիներին, ապա նրանք այսպես ամուր թիմի կարգավիճակ ունեն Հարավային Ամերիկայում վերջին տարիներին եւ չի բացառվում, որ Էկվադորը այստեղ լուրջ պայքար կմղի երկրորդ տեղի համար։ F խմբում Կյուրասաուի ավագ եղբայրն է Նիդերլանդերի հավաքականը, որտեղ նրա մրցակիցներն են Ճապոնիայի, Շվեդիայի եւ Թունիսի հավաքականները, այստեղ եւս Նիդերլանդերը թե անունով, թե հնարավորություններով գլխավոր ֆավորիտն են, ովքեր կարող են խանգարել Նիդերլանդերի հավաքականին, չեմ կարծում, որ առաջին տեղի համար պայքարում նման իրավիճակ մենք ունենանք, բայց ամեն դեպքում ճապոնացիները նորից ասիական շատ ամուր հավաքական ունեն։ Հիշենք վառ օրինակներ, ինչպես են ճապոնացիները խանգարում նույն Գերմանիայի հավաքականին, ինչպես են ճապոնացիները կարողանում խմբից առաջին տեղով դուրս գալ, այնպես որ Ճապոնիային հաշվից դուրս թողնել ընդհանրապես պետք չէ։ Թունիսի հավաքականը եւս որոշակի հավակնություններ ունի, բայց երևի միայն երրորդ տեղի, ինչ վերաբերում է շվեդներին, ապա նրանք ունեն աստղային ֆուտբոլիստներ, բայց չմոռանանք ինչպես Շվեդիան դուրս եկավ աշխարհի առաջնություն միայն ազգերի լիգայի միջոցով, իսկ ընտրական մրցաշարը սկանդինավները պարզապես ձախողեցին, ինչ սпасել նրանցից այս առաջնությունում, բարդ է ասել, բայց երկրորդ տեղի համար կամ երրորդ տեղով դուրս գալու համար շատ հանգիստ այս թիմը կարող է պայքարել։ G խմբում Բելգիայի հավաքականն է, որտեղ նրա մրցակիցներն են Եգիպտոսի, Իրանի եւ Նոր Զելանդիայի հավաքականները, այստեղ հակառակ կողմից գանք նորզելանդացիները չպետք է որևէ հնարավորություն ունենան այս խմբում եւ ամենայն հավանականությամբ Օվկիանիայի ներկայացուցիչը կգրավի չորրորդ տեղը շատ հզոր են, որովհետեւ նրա մրցակիցները, ինչ վերաբերում է բելգիացիների ֆավորիտի կարգավիճակին, ամեն ինչ միանշանակ չէ, Բելգիան այլևս այն ոսկե սերնդով չէ, թեև բելգիացիների կազմում համաշխարհային մակարդակի սուպեր աստղեր կան, բայց Եգիպտոս, Մոհամեդ Սալահի հետ եւ Օմար Մարմուշի հետ եւ Իրանի Իսլամական Հանրապետություն, որը հասկանալի է ինչ պայմաններում է եկել Միացյալ Նահանգներ, բայց իրանցիները միշտ ունենում են մարտունակ հավաքական, սկզբունքն էլ եթե գումարենք, ապա Իրանը Եգիպտոսի հետ միասին պատրաստ են այստեղ լուրջ մրցակցություն ապահովել Բելգիայի հավաքականին։ Ի տարբերություն մյուս խմբերի, այստեղ վստահաբար կարելի է ասել, որ կան բոլոր նախադրյալները, որ 3 թիմ խմբից շարունակի պայքարը 1-16-րդ եզրափակչում։ H խմբում հանդես կգան Իսպանիան, Կաբո Վերդեն, Սաուդյան Արաբիան եւ Ուրուգվայը։ Բավականին հեշտ խումբ իսպանացիների համար կարծում եմ, որովհետեւ նախ Իսպանիան իմ անձնական կարծիքով այս առաջնության գլխավոր ֆավորիտների շարքում է եւ ունի բոլոր հնարավորությունները աշխարհի չեմպիոն երկրորդ անգամ դառնալու։ Դրան գումարած հեշտ են մրցակիցները, Ուրուգվայը այդ թվում, որովհետեւ ուրուգվայցիները որքան էլ ավանդաբար լավն են աշխարհի առաջնություններում, հիմա կազմը Ուրուգվայի հավաքականի
այսպես ասենք լավագույնը չէ իր պատմության ընթացքում եւ ուրուգվայցիները չպետք է խանգարեն Իսպանիային գրավել առաջին տեղը այս խմբում։ Կաբո Վերդեն երկրորդ նորեկն է աշխարհի այս առաջնության եւ սпасել ինչ որ սխրագործությունների այս թիմից պետք չէ։ Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիայի հավաքականին, ապա նրանք ավելի շատ պետք է պատրաստվեն 2034 թվականի առաջնությանը, որը հյուրընկալելու են եւ երկու առաջնություն իրենց տրամադրության տակ ավելի լավ պատրաստվելու համար։ Այ խումբ Ֆրանսիա, Սենեգալ, Իրաք եւ Նորվեգիա։ Եվ եթե կարծում եք, որ առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը հեշտ խումբ է ընկել, ապա ես չեմ համաձայնի, որովհետեւ ինչ է նշանակում խաղալ ամուր աֆրիկյան հավաքականի հետ, Ֆրանսիան հասկացավ մունդիալից առաջ, երբ ընկերական խաղում տանը պարտվեց Կոտ դ'Իվուարին։ Հիմա Սենեգալի հետ է մրցելու արդեն պաշտոնական խաղում։ Սա մեկ խնդիր։ Երկրորդ խնդիրը իհարկե Նորվեգիայի հավաքականն է, անկրկնելի Էրլինգ Հոլանդի առաջնորդությամբ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր գոլահարներից մեկը կարողացավ իր թիմին դուրս բերել աշխարհի առաջնություն եւ կարծում եմ պատրաստ է այստեղ եւս սխրագործություններ կատարել։ Նորվեգացիները բացի Հոլանդից էլի ունեն ուժեղ ֆուտբոլիստներ, ունեն շատ ամուր հավաքական, ցույց տվեցին խմբում ինչպես կարող են անցնել անգամ Իտալիայի պես հզոր հավաքական, թեկուզ անունով հզոր հավաքականի վրայով եւ նորվեգացիները նաեւ առաջին տեղի համար այստեղ կարող են պայքարել։ Ինչ վերաբերում է իրաքցիներին, ապա նրանք հազվադեպ են դուրս գալիս աշխարհի առաջնություն եւ այստեղ մասնակցությունը արդեն նվաճում է եւ կարծում եմ Իրաքի հավաքականը այս ընկերակցությունում պետք է որ գրավի 4-րդ տեղ։ Ջ խմբում աշխարհի գործող չեմպիոնն է Արգենտինայի հավաքականը, որտեղ նրա մրցակիցներն են Ալժիրը, Ավստրիան եւ Հորդանանը։ Եթե 4 տարի առաջ արգենտինացիները խնդիրներով սկսեցին պայքարը խմբային փուլում պարտվելով Սաուդյան Արաբիային, ապա այս անգամ կարծում եմ Մեսին եւ թիմակիցները հետեւություններ արել են եւ նման խնդիրներ չպետք է ունենան։ Արգենտինան շատ հեշտ խմբում է հայտնվել իր համար եւ չգրավել առաջին տեղն այստեղ պարզապես ձախողում կհամարվի Ալժիրն ու Ավստրիան մոտավորապես հավասար շանսերով պայքարելու են երկրորդ տեղի համար, Ավստրիան ավելի թիմային ֆուտբոլ է, բալանսավորված ֆուտբոլ է խաղում, ալժիրցիներն ավելի լավ են պատրաստված տեխնիկապես, ինչ այստեղ կհաղթի, էական չէ, նրանցից մեկը կարծում եմ երկրորդ տեղն է գրավելու։ Հորդանանը երրորդ նորեկն է աշխարհի այս առաջնությունում, անգամ Ասիայում հորդանանցիները այդ ամուր թիմի կարգավիճակը չունեն, որպեսզի կարողանան աշխարհի առաջնությունում ինչ որ հարցեր լուծել անգամ խմբային փուլում։ Կարծում եմ Հորդանանը այստեղ գրավելու է 4-րդ տեղը, իսկ Արգենտինայի հավաքականը այստեղից սկսելու է իր ճանապարհը դեպի տիտղոսի պաշտպանությունը, հեշտ ճանապարհ չէ, բայց Լիոնել Սկալոնիի գլխավորած հավաքականն ավելի վարպետացած է նվաճած չեմպիոնությունից հետո։ Դե իհարկե Արգենտինայի կողքին հարևան խմբում K խմբում պետք է լիներ Պորտուգալիան, Լիոնել Մեսիի գլխավոր մրցակիցն իր կյանքում Քրիշտիանո Ռոնալդոն իր Պորտուգալիայի հետ վերջապես կփորձի աշխարհի չեմպիոն դառնալ, իսկ խմբային փուլը պորտուգալացիները սկսելու են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Ուզբեկստանի եւ Կոլումբիայի հետ մրցակցությամբ։ Այստեղ իհարկե Արգենտինայի օրինակով այն խմբի Պորտուգալիան չպետք է որևէ խնդիր ունենա եւ առաջին տեղով Ռոնալդոն եւ թիմակիցները դուրս են գալու եւ շարունակելու են իրենց ճանապարհը։ Վերջին նորեկը այս առաջնությունում Ուզբեկստանի հավաքականն է, ընդամենը երրորդ հանրապետությունը նախկին խորհրդային հանրապետություններից, որը կարողացավ դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հետո։ Բայց դա իրականություն է, Էլդոր Շոմուրոդովը եւ Աբդուկոդիր Խուսանովը պատրաստ են իրենց թիմին առաջ տանել դեպի եւս մեկ նվաճում։ Ինչ վերաբերում է Կոնգոյին եւ Կոլումբիային, ապա նրանցից սպասելիքները շատ չեն, կոլումբացիներն ընդհանրապես միջին տարիքը, եթե հաշվի առնենք, ամենատարեց հավաքականն են բերել Հյուսիսային Ամերիկա եւ դժվար թե այդ կազմով Կոլումբիան կարողանա ինչ որ բանի համար պայքարել։ Եվ վերջին խումբը, L խումբը, այստեղ Անգլիայի հավաքականը խաղալու է Խորվաթիայի, Գանայի եւ Պանամայի հետ, անգլիացիները հերթական ճանապարհն են սկսում դեպի չեմպիոնություն, ամենայն դեպս հավաքությունները, եթե հաշվի առնենք։ Մեկ անգամ 1966 թվականին Անգլիան այն էլ տանը դարձել է աշխարհի չեմպիոն, դրանից հետո միայն ու միայն երազում է այդ հաջողությունը կրկնելու մասին։ Ինչ կկարողանա անել այս անգամ Թոմաս Տուխելը, գերմանացի մասնագետ Անգլիայի ղեկին,
առավել եւս երբ առաջատար մի շարք խաղացողների նա դուրս թողեց հավաքականից եւ շատ լուրջ քննադատության տակ է, բարդ է ասել, բայց խմբում անգլիացիները չպետք է խնդիր ունենան, անգամ եթե մրցակիցներից մեկը Խորվաթիան է, որը բավականին նորից ծեր հավաքական է բերել Հյուսիսային Ամերիկա, Լուկա Մոդրիչի եւ թիմակիցների վերջին հնարավորությունն է ինչ որ բան աշխարհին ցույց տալու, թեև ինքը Մոդրիչը արդեն ամեն ինչ վաղուց ապացուցել է խորվաթները եւս։ Գանան աֆրիկյան այն հավաքականներից է, որը միշտ կարողանում է անակնկալներ մատուցել, իսկ Պանամայի հավաքականը մի քանի այլ թիմերի օրինակով այստեղ կարող է բավարարվել զուտ մասնակցությամբ։ Այսպիսի խմբեր են ձևավորվել 2026 թվականի աշխարհի առաջնությունում, սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք Media Store-ի, Celsius-ի եւ Image-ին, որպեսզի բաց չթողնեք լավագույնն աշխարհի առաջնությունից։ Իսկ մենք կհանդիպենք մունդիալի ընթացքում, մնացեք բարով։